ասացիք, որ անջատումների քանակները ավելացել են, Ռովանոս Պետրոսյանն ասում է, որ չեն ավելացել, մի բաներ նվազել են։ Որքան գիտենք, այդ տեղեկատվությունը պետք է լինի բաց քաղաքացիների համար, ինչու հիմա այդ տեղեկատվությունը մեծը չի հրապարակվում։ Ես հավելել հարցը, որտեղ իմ հարցն է կապված տրամաբանական շարունակությունից ասի։ Սպասական որակի մասին էլ կուզենամ խոսել, ժամանակավոր կառավարչի եւ սպասավորական տարիների ինչպիսի դինամիկա է։ Այնուր չէ, ամուսին։ Ես դարձբանասում եմ տելեկներով։ Ես այսօր ներողություն խնդրում բոլորին, մի 10 րոպե ուշացել եմ հենց այն պատճառով, որ լուսացույցերը Երևանի կենտրոնում ուղղակի սա տիպիկ օրինակ է, հենց այսօր գրասենյակը դուրս է եկել եւ լուսացույցերը ընդ որում առավոտվանից չունեն, առավոտը գրասենյակ գալուց լույս չկար եւ այստեղ գալուց էլ լույս շարունակում է լուսացույցերում չբերքներս։ Ուրեմն անջատումների հետ կապված մենք ժամանակին հրապարակում էինք անջատումների քանակը, ժամկետները, հիմա կարող եմ ենթադրել ընդհանրապես չի հրապարակում, որտեղ սուտ են խոսում։ Այսինքն շատ ներողություն, եթե մարդ բան չունի թաքցնելու, որ նախնդիրը չհրապարակելու։ Ես առաջարկեցի հանձնաժողով ստեղծելու տեսքով այսպես այդ ամբողջ հարցը լուծել, որի համար բաց լինի, հիմա եւս մի առաջարկ ուղի անջատումների վերաբերել։ Թող ամենօրյա ռեժիմով տան անջատումները, ամենօրյա ռեժիմով տևողությունով։ Վերջնաշուտ սոցիալական ցանցերը կան, շատ նորմալ քննարկում է եւ պատկերացնում եք, ասենք տան օրինակ մեր հասցեն այդ օրը չի անջատվել կամ անջատվել է ժամանակը քիչ տան։ Բնականաբար ես որ գիտեմ, որ անջատվել է եւ ժամանակն են ֆիքսում, ինչպես բոլորս։ Ընդհանրապես վախենում են, որ այսպես ասած իրականությունը կպարզվի։ Դրա համար չեն անում։ Հիմա առաջարկ է ուղղանում եւ պնդում անգամ, դուք եք խնդրում եմ օգնեք մեզ այդ հարցում, որպեսզի մեր ազգաբնակչությունը պատկերացնի ամեն ինչ լավ պատկերացնում է, թող տան օրեկան օրինակ է, օրեկան անջատումները ըստ էության հասցնել։